ձեզ կներկայացնենք մեր նախագծային աշխատանքի թվային դիագրադիությունից այսօրվա մեր թեման է առցանց վճարումներ, այսօրվա մեր նախագծի ներկայացուցիչները Ավանեսյան Նիկոլայ, Սամվել Սաֆարյան, Գագիկ Պավլյան, Երևի Բաղդասարյան, Վարդգարություն և Սոլոմոնյան Յուրա։ Նրանց ներկայացնենք հիմնական հասկացողությունները առցանց վճարումների։ Առցանց վճարումները կամ անգլերեն online payment դա ֆիզիկական գործարք է, որը կատարվում է էլեկտրոնային ձևով, այսինքն այդ եղանակով դուք կարող եք ունենում ինտերնետով կամ այլ թվային ցանցով, դրանով դուք կարող եք օրինակ գնորդից վաճառողին գումար փոխանցել կամ միացից մուսանցին գումար փոխանցել առանց ֆինանսական կանխիկի առկայության։ Իսկ հիմա խոսենք առցանց վճարի համակարգերի առողջությունների մասին, հասանելիություն, այսինքն մենք վճարումներ կարող ենք կատարել ցանկացած վայրից և ցանկացած ժամին 24/7, արագություն, առցանց վճարումների կատարում ենք գրեթե ակնհայտորեն, Եկամտություն գործակները գրանցում են, ինչը հեշտացնում է աշխարհումը և վերահսկողությունը հետագայում և միջազգային առևտուրը, այսինքն վճարումներ կամ գումարներ կատարելը ավելի հեշտ է առցանց գործիքների միջոցով։ Իսկ հիմա խոսենք առցանց վճարի համակարգի հիմնական գործիքների մասին, դրանք են բանկային քարտերը, թվային դրամապանակները, բանկային փոխանցումները և կրիպտոարժույթները։ Բանկային քարտեր ամենատարածված մենեջեր գործակները կատարվում են Visa, Mastercard և Arca և այլ վճարման համակարգերի միջոցով թվային դրամապանակներ այն պահում օգտատիրոջ տվյալները և մեկ սեղմով թույլ է տալիս կատարել վճարում։ Բանկային փոխանցումներ գումարի փոխանցում են մեկ բանկային հաշվությունին ու հաճախ օգտագործում են մեծ գումարների համար։ Կրիպտոարժույթները օգտագործում են ավանդական տելեֆոններում, համեմատաբար նոր և ոչ ամենուր տարածված միջոցներ։ Անվտանգություն գաղտնիքն ապահովում է, որ ձեր մուտքագրված տվյալները, քարտի համարներ, նամակներ, գաղտնագրված փոխանցվեն ձեր բրաուզերի և սերվերի միջև։ 3 տեսեք լրացուցիչ անվտանգության համակարգ քարտային վճարումների համար, որը պահանջում է, որ գնորդը գործարքը հաստատի իր բանկի կողմից ուղարկված մեկ անգամյա գաղտնաբառով։ Երկրորդ հաստատում պահանջում է, որ գաղտնաբառից բացի ևս մեկ ապացույց օրինակ կոդ, որը գացել ձեր հեռախոսահամարին, մուտք գործելու կամ վճարումը հաստատելու համար տոկենիզացիա, զգային քարտային տվյալներ։ Զգային քարտային տվյալները փոխարինվում են նշանով տոկեն, որն անիմաստ է գողացողի համար։ Ինչպես պաշտպանվել։ Միշտ համոզվեք, որ վճարման էջը սկսվում է HTTPS և ունի փակ կողպեքի նշանը, հասցեի տողում։ Օգտագործեք բարդ և տարբեր գաղտնաբառեր, տարբեր հարթակների համար։ Անմիջապես զեկուցեք ձեր բանկին կասկածելի գործարքների մասին։ Նաև հավելեմ, որ HTTPS-ը ապահովում է, որ բացում է Hypertext Transfer Protocol Security, այսինքն ապահով տեղափոխություն։ Հիմա ձեզ ներկայացնենք մեր նախագծային աշխատանքի վերջնական արդյունքը պատրաստություն։ Հիմա կներկայացնենք, թե ինչպես են առաջացել վճարային համակարգերը մի քանի փուլերով, հիմնականում առանձնացնում են 4 փուլ։ Վճարային համակարգերը դրանք ֆինանսական գործարքների իրականացման և միջոցների փոխանցման մեխանիզմներ են, որոնք հնարավորություն են տալիս առևտրականներին և սպառողներին փոխանակել ապրանքներ ծառայությունները դրամական արժեքի դիմաց։ Մենք նաև աշխատանք ծրագրում օգտագործել ենք գինները, որոնց միջոցով պահպանել են բոլոր դիմանները։ Առաջին շրջանը, դա եղել է նախամտարական շրջանը, որտեղ մարդիկ հիմնականում միմյանց հետ փոխարինել են բանկային ձևով, այսինքն նրանք միմյանց տվել են մեկ ալիչ ստանալու փոխարեն, հաջորդ օրը մեր թվականից առաջ 9000-ից մինչև մեր թվականից առաջ 7-րդ դար։ Տեղանքը համաշխարհային տարածքներ, հատկապես Միջագետ, Եգիպտոս,
եւ ուղղակի արտաքին փոխանցման հետո մետաղադրամային շրջանի դրանից հետո սկսած մեծ թվականությունից 7-րդ դարից եւ շարունակելով միջնադարում եւ դրամական արժեքի ստանդարտացված գրիչներ սկսեցին կիրառել որպես վճարման հիմնական միջոց։ Եվ 17-րդ դարում համարվեց թղթադրամային եւ բանկային շրջանը 17-րդ դարից սկսած եւ առաջացան պահանջարկի մուրհակների եւ բանկային փոխանցումների զարգացման գործընթացները այդ ժամանակաշրջանում արդեն սկսեցին ստեղծել մետաղադրամներ, հեշտացնելով այդ արտվաճառքի գործընթացները։ Ժամանակաշրջանը 15-ից 17-րդ դարեր Չինաստանում, 17-րդ դարի կեսերից Եվրոպա, մինչև 20-րդ դարի կեսեր։ Դեպետային և վարկային քարտերի շրջան դա համարվում է ներկայիս հիմնական շրջանը 20-րդ դարի կեսերին և քարտային համակարգեր սկսեցին կիրառվել որպես փոխարինում կանխիկ դրամ։ Ժամանակաշրջանը 1950-ականների կեսերից մինչև 20-րդ դարի վերջ տեղանքը ամենաառաջին դարձին համարվում այնուհետև համաշխարհային մասշտաբով։ Բլոկչեյնը բառացի թարգմանենք, նշանակում է բլոկների շղթա, հիմա ավելի բարձր ասենք ավելի հասկանալի, եթե օրինակ պատկերացնենք, որ դուք ունեք միայն թվային տետր, որի մեջ գրանցում է ձեր բոլոր կատարած գործառույթները, օրինակ ինչ եք ելնել, ինչ եք ինչքան գումար փոխանցել, ինչ վճարումներ կատարել եւ այլն, ու հետո եթե տետերը վերցնենք, ասեմ իր հատկությունների մասին, առաջինը տետերը մեր օրինակով չի լինում, այսինքն ունի պատճառներ, որը ունի տվյալ բլոկի մեջ ներառված մարդկանց մոտ, այսինքն այդ բոլոր նման օրինակներով ոչինչ չի տարբերվում։ Նմուշներ, այսինքն բլոկի մեջ բոլոր մարդկանց մոտ կա այդ տվյալները։ Հետո այն որ այդ տետերը առանցին էջեր չեն կարող իրենց առանձնացնել, որովհետև իրենց կա հետաքրքրություն ու չեն կարող օբյեկտ առանձնացնել առանց ամոթ տետերը քանդելու։ Եվ երրորդը այդ բոլոր ներառված տվյալները չեն կարող շրջել, այսինքն պահպանվել դրանք անձնմխելի են։ Հիմա ասենք քայլ-քայլ թե ինչպես է բլոկավորվում այդ տվյալները, եթե օրինակ պատկերացնենք այսպիսի մի շղթա, որը ունի առանձին բլոկներ, ու ինչպես է ձեր տվյալները մտնում բլոկի մեջ։ Առաջինը պատասխան գործարք, այսինքն դուք կատարում եք ձեր վճարումը կամ փոխանցումը փողի կամ ձեր վրա է գալիս այդ գումարը։ Հետո այդ փողը ստուգվում է, արդյոք հատուկ մայներները, որոնք գտնվում են օֆիսում, ստուգում են արդյոք կարելի է ձեր հաշվից այդ վճարումը կամ փոխանցումը կատարել, հետո դրանից հետո կատարման բլոկավորումը, այսինքն այդ ձեր տվյալները մտնում են բլոկի մեջ առանձին այլ մարդկանց բլոկների հետ միասին։